այս թմբից վերցրած, մեկ էլ միջով այս մեր պոստը վիշկից ես կողմը։ Նախորդին Տավուշի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է սահմանին մոտ տներից մեկը, ճաքել է պատը, կոտրվել են պատուհանները։ Սիմոն Անանյանի տունն ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի 100 մետր է հեռու։ Երեկոյան լույս գրեթե չեն վառում, բայց դա էլ չի օգնել։ Կեսգիշերից հետո փամփուշտները կոտրել են նրա տան ապակիները։ Это մեկ էլ որ սկսեցին կրակոցները, տունը ցնցումի, շատ ուժեղ ցնցում տվեց, այս թորս փախնելով հասավ առաջի հարկը։ Էտա կրակեցին, ինչ ասեմ, չենք կարող տնից դուրս գանք, որ տենանք որտեղ է խփած։ Մեկ էլ մի քիչ հանդարտվեց, բարձրացա վերև, տենամ այս դուռը բաց է։ Դուռն ու միջև պատուհանի կեսը չկա, փլվել է, բաց է։ Հարևան տանը բնակվող Կարինե Ալիխանյանի ընտանիքը եւս խուճապահար պատսպարվել է կրակոցների դղրդյունից։ Այդ պահին գիշերվա կրակոցների նախ ու զարզան դնգավ, սաղ կեղը, սաղ թնդացին, զանգը զանգի, մեկ էլ վատ վիճակը մի, մեկ էլ թրմբ այդ տունը փլվեց այդ կրակոցի դղրտոցից։ Ու իրանք դուրս տարան տանից փախան, չգիտենալով որ այս պատն էր։ Սահմանամերձ գյուղում ապրելու եւ այստեղից չհեռանալու համար պետք է համարձակ լինես, ասում են բերքաբերցիները, ավելացնելով սակայն, որ համագյուղացիներից շատերին արդեն ճանապարհել են։ Մարդիկ ամբողջ կյանքը արել ենք, ինչ որ ստեղծել ենք, էսա մեր տունը։ Ուրիշ տեղ տուն չունենք, որ թողենք գնանք կամ էլ մեր հայրենիքը ոնց թողանենք, սա մեր գյուղն է։ Ստեղծնվել ենք, ստեղ էլ մնում ենք։ Կրակոցների խաթերին թորս դպրոցից ինգավ մնացին Ռուսաստանի ծորերը։ Հիմա էլ հնարավոր չի, դե ինչ անենք։ Մեր եղած է սա։ Գյուղում ապրող երեխաները ստիպված են միշտ զգոն լինել, միայնակ տնից հեռու չգնալ։ Դպրոցական երեխեք ունենք ստեղ։ Դե ծնողները ուղեկցում են դպրոց եւ այլ խիստ վտանգավոր է, բայց ամենայն դեպս ապրում ենք։ Մամիկո Խուդավերդյանն ասում է, պետությունը 50%-ով փոխհատուցում է իրենց ծախսած հոսանքի վարձը, բայց միևնույնն է Բերքաբերում ապրուստ դժվարությամբ են վաստակում, զրկված են անգամ այգի մշակելու հնարավորությունից։ Մենք ինչ որ եվրո ապրուստի մասին չենք մտածում։ Մենք ուզում ենք, որ գոնե գոյատևենք։ Մեզ հնարավոր չի տան գոյատևելու այստեղ։ Կարինե Ալիխանյանն ավելացնում է, անվտանգությունից բացի ձանձրույթն էլ է տանջում, երբեմն ստիպված են ամբողջ օրը տանը փակված անցկացնել։ Կրակոցի տակ ընկավ ու հենց էլ չիմացանք, մորթեցինք, տեսանք պատրոնը աղինների մեջ։ Մի ապրուստի տյուր էր, էդ էլ ծերիցս թռավ, մնացին հենց։ Ու ոչինչ չունենք, էլ ինչով զբաղվենք չգիտենք։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ նախորդ օրերի լարվածությունից հետո այսօր Տավուշի սահմանին համեմատաբար հանգիստ է։